հստակ ցույց տվեց հետևյալը, որ ինքը չի սիրում, ինքը ադում է Նիկոլ Փաշինյանին։ Շատ մարդկանց մոտ տպավորություն ունեմ, որ որոշակի կենտրոնական կամ ավելի շուտ թռչնային վնաս կա։ Առավոտից երկու նստած Facebook-ում նայում են ով ինչ պետք է անի, որ այն միանգամից թիրախավորվեն հարցակվեն վրան, տեսել եք, չէ՞, այն անգաղներին, որ այսպես ծառերի վրա գլուխները պահած նայում են, թե որ կենտրոնին պետք է մի քիչ թուլանա, որ կենտրոնին պետք է ինքնի, որ հարցակվեն վրան։ Մարդիկ նույնիսկ պատրաստ են ցանկացած տեսակի կրակ ու պատժի գնալ, միայն թե այդ կրակ ու պատժի մեծ մասը թափվին այսօրվա իշխանությունների գլխին։ Անձամբ իրենք Նիկոլին բերել, հարցրել են Նիկոլ վարչապետ մի ինչ-որ ընթացքել հբաշտ քայլել են տուխով գլխարկով, բայց այսօր մոռանում են, ասում են ով բերեց, դուք բերեցիք, ով բերեց։ Նրա հետ նաև ընդրությունների գնալ, նրա հետ նաև խաղալ նրա մյուս սցենարներով դու ավտոմատ դառնում ես իր դերասանը։ Իսկ եթե պիեսն իրենն է, ինքն էլ որոշում է, չէ՞, այդ պիեսի ավարտը ոնց է լինելու։ Բարև իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալել ենք դիմադիր գործիչ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին, շնորհակալություն պարոն Պողոսյան հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ Պարոն Պողոսյան, նախ ուրախ ենք ձեզ ազատության մեջ տեսնել, ձեր կալանքից հետո առաջին անգամ եք մեր եթերում։ Շնորհակալություն նաև ձեր գրքի համար, այսօր դատարկաձեռն չեք եկել։ Ինչպես եք ազատության մեջ նախ։ Գիտեք, թե ազատության մեջ, թե կալանքի մեջ, միևնույն է, մենք միշտ էլ հոգով ազատ ենք եղել եւ միշտ էլ պայքարել ենք հանուն մեր երկրի ազատության, մեր անկախության եւ պետականության վերականգնման համար։ Անազատությունը իրականում ինքը այսպես ֆիզիկապես էր մեզ անազատության մեջ դրել, բայց այդ թեկուզ գրքի արկայությունը ինչի ես որոշեցի այն ժամանակ ես գիրքը գրել, որովհետև քանի որ ինձ զերգել էին հիմնականում խոսքից իրավունքի զերգելու համար, խոսքս այսպես իրենց համար անլսելի դասնելու համար ես որոշեցի, որ ինչ որ ունեի ասելու, ասել գրքի միջոցով։ Հետևաբար կարող ենք փաստել, որ ցանկացած ընդդիմադիրի ընդամենը հնարավոր է ֆիզիկապես կտրել հասարակությունից, բայց միևնույն է ցանկացածը այդ թվում ես առաջինը ուզում եմ շեշտել պարոն Աշոտյանին, Արմեն Աշոտյանին, ինչքան էլ փորձեն իր նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնել, ինչքան էլ փորձեն իրեն այսպես 10 ճաղերի հետևում պահել, միևնույն է Աշոտյանի խոսքը, գործը հասնում է իր ունկնդրին, այդպես էլ մյուսներին է։ Հետևաբար այստեղ ենք ազատության մեջ, թե պանդում անազատության մեջ, միևնույն է Փաշինյանին չի հաջողվելու մեզ լռեցնել եւ չի հաջողվելու մինչեւ վերջ իր սև գործը կատարել։ Պարոն Պողոսյան, սա մտածված քայլ էր, ճնշումներ ձեր նկատմամբ, որ դուք չմտնեք ընտրություններին։ Տեսեք, կարծում եմ ոչ, որովհետեւ հիմնականում դեռ 22 թվականին բազմաթիվ տասնյակ քրեական գործեր են կատարվել Եվ անցած տարի արդեն մայիս-հունիս ամիսներին պարզ է ստանում, որ նմանատիպ կեղծ քրեական գործեր սարքելու են եւ իրականում ես ամբողջովին պատրաստ էի դրան հոգեբանորեն։ Սա զուտ մեկուսացնելու խնդիր էր լուծում եւ 8 ամիս ուղղակի տարբեր այսպես միջոցներով ինձ լռեցնելու գործընթաց էր գնում, որը փառք Աստծո չհաջողվեց եւ արդյունքում շնորհիվ իմ փաստաբանների Սլավիկ Պողոսյանի եւ Արտակ Նավասարդյանի ես կարողացա ոչ միայն այդ կապանքներից դուրս գալ, այլ նաեւ արտարացվել։ Մնում եք նույն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի գնալ ընտրությունների։ Դուք այս մասին բազմիցս նշել եք։ Ես նշել եմ, նորից նշում եմ, դրա վառ ապացույցը Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները Փաշինյանի հետ առհասարակ որևէ երկխոսության, որևէ համագործակցության չի կարելի գնալ։ Առաջինը նա ապազգային գործիչ է, կառավարիչ է, հենց թուրքական կառավարիչ է ու եթե մենք իր շարժուծևը գործողությունները նայում ենք ու փորձում ենք համեմատել, ասենք 1 տար առաջ, 2 տար առաջ թուրքական կառավարիչների գործողությունների տրամաբանության հետ մենք տեսնում ենք, որ առանձնապես տարբերությունը շատ քիչ է։
Հետևաբար դու քո թշնամու ով ուզում է քեզ կործանել, ով ուզում է քեզ ոչնչացնել, ինչ ընտրության կնալ։ Խոշոր հաշվով ընտրությունը ինքը համագործակցություն է։ Մրցում է։ Այ օրինակ նույնիսկ ասենք, չգիտեմ, բռնցքամարտիկները երբ որ բարձրանում են ռինգ, փոխադարձ հարգանք ունեն մեկը մյուսի նկատմամբ, մինչև մրցելը միմյանց հետ իրար ցերկ են սեղմում, չէ, իրար ցերկ են տալիս, մրցում են, որից հետո նորից ողջագուրվում են, այսինքն իրենք ընդունում են իրենց հակառակորդին որպես արժանին հետը կռվելու համար, հետը մրցելու համար, իսկ Փաշինյանի հետ ընտրության կնալը դա նույնն է, որ դու իրեն ընդունես որպես քեզ արժանի հակառակորդ, ընդունես իրեն որպես քեզ մրցակից եւ փորձես իր հետ մրցել։ Ինչով դու մրցես Փաշինյանի հետ։ Փաշինյանի մրցելու բան չկա, Փաշինյանին միայն տադելու եւ Փաշինյանից ամբողջական ցուցմունք կորձելու գործողություն կա, այլ գործողություն Փաշինյանի հետ չի կարող լինել։ Պարոն Պողոսյան, արդեն 2 օր է կա նաեւ որոշակի էյֆորիա, որ ընդդիմությունը հաղթեց Գյումրիում։ Իրականում դա այդպես է, թե ոչ։ Գիտեք, հաղթեց ժողովուրդը։ Առաջի հերթին ինչի համար, որովհետև Գյումրիում ժողովուրդը հստակ ցույց տվեց հետևյալը, որ ինքը չի սիրում, ինքը ադում է Նիկոլ Փաշինյանին։ Այն 35%-ը, որ տարել են, այդ 35%-ի մեջ այնտեղ զուտ աշխատել էր մարդկային գործոնները, այնտեղ բնականաբար բոլորը տեղյակ էինք, որ տարատեսակ ճնշումներ, տարատեսակ գործողություններ, գործիքը կազմ, այսպես ասած, ճակերտավոր իմաստով օգտագործվեց եւ դրա արդյունքում ստացվեց այդ 35%-ը, բայց դա բացարձակապես չէր արտացոլում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, վարկանիշը եւ ընդհակառակը դա ցույց տվեց, որ Գյումրին մերժում է, բայց միևնույն ժամանակ Գյումրին մերժելով Փաշինյանին լիարժեք չնդրած քաղաքապետ։ Այսինքն սրանով եւս մեկ անգամ Գյումրեցին ցույց տվեց, որ Փաշինյանի հետ չի կարելի նրա կազմակերպված ընտրություններին գնալ։ Եվ իրական ընտրությունների պատկեր մենք միայն կարող ենք ունենալ թե տեղական ինքնակառավարման մակարդակում եւ թե համապետական մակարդակում, եթե չի լինի Նիկոլ Փաշինյանը, չեն լինի մանիպուլյացիաներ, չեն լինի տարատեսակ կեղծիքներ եւ ամենակարևորը ժողովուրդը 7 տարվա մեդիա տերորից կկարողանա մի փոքր հանգստանալ, որովհետեւ իմիպերի իր այսպես ասած եւ փորձը եւ գիտելիքները եւ այս վերջին տարիներին իր գլխին եկած փորձանքները։ Պարոն Պողոսյան, եկեք հստակեցնենք, էլի նախորդ ընտրություններին էլ ԿՊ-ն չէր հաղթել Գյումրիում։ Գյումրին նախորդ անգամ էր ըստ էության մերժել Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ էլ Բալասանյան դաշինքն էր հաղթել։ Այն ժամանակ է մերժեց Նիկոլ Փաշինյանին, բայց չկարողացավ իրականացնել ճիշտ ընտրություն։ Դրա վառաբացույցը այն էր, որ Գյումրին խոշոր հաշվով այդ տարիների ընթացքում որևէ բան չշահեց, ընդհակառակը տամենը 1 տարի, կարծես հանգիստ վիճակ եղավ, դրանից հետո արդեն ԿՊ-ից սկսվեցին անհամաձայնություններ, ինտրիգներ ու վերջում Գյումրեցին իր ընտրած քաղաքապետից զրկվեց ու նույնիսկ պատճառը միջևերջ չհասկանալով։ Նախորդ քաղաքապետը նույնիսկ պատշաճ կերպով հրաժեշտ չտվեց քաղաքին։ Այսինքն սա նորից գալիս ապացուցում է իմ ասած խոսքը, որ Փաշինյանի հետ միայն պետք է իրեն հեռացնելուց հետո խոսել արդեն դատախազի մակարդակով, դատախազի լեզվով։ Իսկ մյուս դեպքերում, քանի ինքը կա, կարևոր չէ ինքը ընտրություն կկազմակերպի եւ ընտրություն կազմակերպելով կխախտի Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներն ու մեր ժողովրդի նպատակները, թե այն առանց ընտրության կանի, իր միակ նպատակը որն է՝ քայնդել, քայքայել բոլոր ոլորտները, բոլոր բնակավայրերը ու իրականում այս պահին արդեն իր մոտ բավականին ստացվել է, որովհետեւ կարծում եմ երկրում արդեն չի մնացել մի բնակավար, մի ոլորտ, մի հույս, որը ինքը այսպես քանդած ավիրած չլինի։ Պարոն Պողոսյան, ի վերջո ո՞րն է այն ֆենոմենը, որ Գյումրեցին ընտրեց արդեն 5 է պակաս, քաղաքապետ, որ դառնա Վարդան Ղուկասյանը։ Չէ՞ որ իր քաղաքապետ եղած տարիները կարծում եմ պիտի Գյումրեցին հիշեր այդ կրիմինալ պատմությունները, իրադարձությունները, արդյոք չարյաց փոքրագույնը այս տարբերակներ։ Գիտեք, կարծում եմ այստեղ շատ ավելի հետաքրքիր մի բան եմ ես իմ համար բացահայտել, փորձեմ նաև ձեր եւ մեր ունկնդիրների հետ կիսվել։ Վարդան Ղուկասյանը միակ տեխնազուն էր, որ խոսում էր պատժելու մասին։
շատ հաճախ ինքը ուղիղ ինչ լեզվով չէր ասում, որ կպատժի եւ ասում էր, որ կպատժի Աստված, իր փոխարեն կպատժի Աստված։ Այսօր ժողովուրդը դա պատիժ է ուզում։ Այն մարդիկ, ովքեր դեմ են քվեարկում, ովքեր դեմ են արտահայտվում, իրենք պատիժ են ուզում առաջերտին, հատուցում են ուզում։ Որովհետև շատ բան է չէ եկել մեր գլխում։ Վերջին 7 տարվա մեջ մենք մի 1000 տարվա պատմություն ենք ապրել։ Այն ինչը դասագրքերում ենք կարդացել, մենք մեր կաշի վրա զգացինք վերջին 7 տարում։ Ոչինչ, որ իր քաղաքապետ եղած տարիներին ինքն էլ կրակու պատիժ էր գյումրեցիների գլխին։ Գիտեք, ըստ գյումրեցիների եւ ըստ իմ դիտարկումների մարդիկ նույնիսկ պատրաստ են ցանկացած տեսակի կրակու պատժի գնալ, միայն դե այդ կրակու պատժի մեծ մասը թափվին այսօրվա իշխանությունների գլխին։ Մարդը պատրաստ է արդեն գնալ ինքնազոհաբերության, ինքն էլ տուժի, բայց իր սիրտը հովանա։ Ինքը տեսնի, որ այն քպան, որը եկել էր իրեն խապելով ու իրեն տարել էր մադաղելու, իրեն հայրենիքը ծախեց, իր երեխային տարավ կործանեց, այ մարդիկ հենց այդ վրեժն են ուզում։ Եվ Վարդան Ղուկասյանը այն մարդն էր, ով կարողացավ խոսել պատժից եւ կարողացավ համոզիչ խոսել։ Այ մարդիկ դրա համար է ավելի շատ գնացին Վարդան Ղուկասյանի հետևից, իմ կարծիքով։ Մինչ այս պահը դեռ անհայտ է Մարտուն Գրիգորյանը միանալու է ընդդիմադիր մյուս ուժերին եւ Սատարի Վարդան Ղուկասյանին, թե ոչ, բայց արդեն մենք երկու օր է տեսնում ենք ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, էլի փոխադարձ մեղադրանքներ, էլի ով է բերել Նիկոլ Փաշինյանին, հիմա կերևա, այս կլինի, այն կլինի, մենք փաստորեն չենք կոնսոլիդացում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգում։ Գիտեք, ինձ թվում է, եթե իրականում լիներ կոնսոլիդացիա, վաղուց Փաշինյանը չէր լինի, գուցե Արցախն է սպային շարունակեր իր գոյությունը։ Այո, այդ կոնսոլիդացիան իրականում չկա։ Իրականում նաև շատ ընդդիմադիր հռչակվածների մոտ չկա պետականության նկատմամբ այն զգացումը, որը կպարտադրեր իրենց ավելի լուր մնալ, ավելի զուսպ լինել եւ ոչ թե օրինակ փորձել թիրախավորել Մարտուն Գրիգորյանին, այլ եթե հասկանում եք, որ Մարտուն Գրիգորյանի մոտ նաև որոշում կայացնելու խնդիր կար, պետք էր ավելի շատ այդ Մարտուն օգնել, քան թե իրան թիրախավորել։ Ինչ կորոշի Մարտուն Գրիգորյանը ես չեմ կարող ասել, բայց ճանաչելով իրեն ես գրեթե վստահ եմ, որ իր որոշումը միանշանակ կբխի իր ընտրողի եւ առհասարակ գյումրեցիների շահերից։ Ես չեմ կարծում, որ ինքը այնպես քայլ անի, որը կվնասի գյումրեցիներին, կվնասի իր ընտրողներին։ Վստահաբար կարծում եմ, որ իր որոշումը իսկապես կգոհացնի շատ շատերին։ Բայց վերջին հաշվով որոշումը իրենն է եւ ինքն է կայացնելու, սպասենք, տեսնենք ինչ կկայացնի։ Իսկ ինչը վերաբերում այդ ձերդ ասած փոխադարձ մեղադրանքներին, ես փորձեմ մի քիչ ավելի դրան պատկերավոր ներկայացնել։ Շատ մարդկանց մոտ տպավորություն ունեմ, որ որոշակի կենտանական կամ ավելի շուտ թռչնային վնաս կա։ Առավոտից երկուն նստած Facebook-ում նայում են ով ինչ պետք է անի, որ այն միանգամից թիրախավորվեն հարցակվեն վրան, տեսել եք, չէ՞, այն անգաղներին, որ այսպես ծառերի վրա գլուխները պահած նայում են, թե որ կենտանին պիտի մի քիչ թուլանա, որ կենտանին պիտի ինքնի, որ հարցակվեն վրան։ Այդ սինդրոմը մենք ունենք ցավոք սրտի։ Եվ դա առաջնային այն խնդիրներից մեկն է, որ թույլ չի տալիս ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան, որովհետև անընդհատ սրում են, անընդհատ իրավիճակը տանում են լարվածության եւ անընդհատ փորձում են հիմնական մեղքի բաժինը այսօրվա կառավարիչների վրա այդ ցրել եւ տանել դնել այն մարդկանց վրա, ովքեր պատրաստ են, ովքեր գիշերուզով փորձում են այս իրավիճակը շտկել, այս իրավիճակից դուրս բերել։ Եթե մենք մի քաղաքապետի հարցում չենք կարողանում շատ արագ կողմնորոշվել, թե ինչ պետք է անել, այսպիսի իրավիճակում կարելի է սպասել, որ կարող է տեղի ունենալ իմպիչմենթի գործընթաց, միասնական վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրվել։ Գիտեք, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դրա համար շատ մեծ ջանքեր են պետք, որը իրականում նաև գործադրվում է շատերի կողմից։ Դուք նաև ճիշտ եք նկատում, այդ նույն իմպիչմենթի գործընթացի համար կարևոր է միասնական թեկնածու ունենալը, ու մենք երկուսը շատ լավ հասկանում ենք, չէ՞, հենց այդ նմանատիպ թեկնածուի անուն տվեցինք, ավելի շատ հարցակում կլինի ընդդիմադիր թիրքավորվածների կողմից, քան իշխանության կողմից։ Ու մենք դա տեսել ենք վերջին երևի 5 տարում։
Անընդհատ յուրաքանչյուր անգամ, երբ որ որևէ մեկը փորձում է մի լավ քայլ անել, երբ որ որևէ մեկը փորձում է պատասխանատվություն վերցնել իր վրա, միանգամից սկսում են դիրքավորել, հեյնոր հիշել եւ այլն, բայց դա նույնիսկ կոնկրետ բանել չեն գտնում, հաստատ կա մի ծեզված միտք, ով բերեց Նիկոլին ու սկսում են գտնել ով բերեց Նիկոլին ու իրականում որևէ մեկը չի ուզում հիշել, որ անձամբ ինքը բերեց։ Երբ որ ենթադրենք Բաղրամյան փողոցներ փակում կամ Ապավյան փողոցներ փակում կամ Գյումրու անկախության հրապարակը։ Նաև խնդիրը այստեղ դրանում է կայանում, որ մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց արած գործերի մասով։ Անձամբ իրենք փողոց են փակել, անձամբ իրենք մերժել են, անձամբ իրենք Նիկոլին բերել, հարցրել են Նիկոլ վարչապետ մի ինչ-որ ընթացքել հբարտ քայլել են դուխով գլխարկով, բայց այսօր մոռանում են, ասում են ով բերեց։ Է դուք բերեցիք, ով բերեց։ Ավելի տղամարդավարիչ էր լինի ուղղակի ասել, որ սխալվել ենք եւ էսեջն էլ փակել։ Իհարկե ճիշտ կլիներ։ Ու ես տարիներ շարունակ սպասում եմ նաև շատ քաղաքական դեմքերից, որ յուրաքանչյուրը հենց 18-ին իր հայտարարությունների համար ներողություն խնդրի, բայց մինչև այս պահը ես չեմ հիշում որևէ մեկին, ով ներողություն խնդրեց իր արածի համար։ Ու հենց դա էլ նաև նվաստում է, որ ժողովրդի կողմից չկա Այրա Զորաբյանը բազմիցս հայտարարել է այդ մասին իր մասով։ Ես ճիշտ ասած չի հիշում, շատ լավ ճանաչում եւ հարգում եմ Տիկին Զորաբյանին, ի պատիվ իրեն, ուրեմն հաստենք, որ կան նաև նման գործիչներ, ովքեր հիշում են, ովքեր ընդունում են իրենց սխալը եւ դա կօգնի հենց իրենց առաջի հերթին իրենց կօգնի առաջ շարժվելու համար։ Իդեպ ներողությունների մասին այսօր Նավակ Ճոճողը նույն ինքը Վիլեն Գաբրիելյանը պատգամավոր հայտարարեց, որ մանդատը վայր է դնում եւ ներողություն է խնդրում հանրությունից իր պահվածքի համար Գյումրիի փողոցներում ինքը բավական հետաքրքիր գաստրոլներ էր, հա, ամբողջ գիշեր ողջ համացանցը հետևում էր։ Ինչ կասեք կատարվածի մասին, սա է ՔՊ-ի հավաքական պատկերը։ Մասամբ այո։ Ինչի այո, որովհետև լավ, երևի վերջից սկսենք ցավոք սրտի ՔՊ-ում սա եզակի դեպք էր, որ ինչ-որ մեկը ներողություն խնդրեց իր արարքի համար, ես հիմա չեմ կարող ասել իրեն չեմ ճանաչում, չգիտեմ իր նախաձեռնությամբ էր դա թե իրեն պարտադրված էր, դա չեմ կարող ասել, բայց այդ լավ է, որ իրենց մեջից կան մարդիկ, ովքեր թեկուզ առերևույթ կփորձեն զղջալ իրենց արածի մասին։ Իսկ առաջին մասով միանշանակ դա ՔՊ-ի իրական դեմքն էր, որովհետև հենց ՔՊ-ի լիդերը, ՔՊ-ի ղեկավարը ինքը ավելի շատ նաև ժողովրդի մոտ անգալվում է կամ անվանվում է հարբած սաղրազու, չէ՞։ Այդ աննպատակաբար չի ժողովրդը կպցրել իրան։ Այսինքն այդ նույն հարբեցողությունը, այդ միանգամից հաբրկած վիճակ լինելը, միանգամից սանձարձակվելը, լեկտիությունը ինքը ՔՊ-ականների մեծ մասին բնորոշ է։ Այդ թեկուզ այդ նորից վերադառնանք Գյումրի քարոզարշավի ընթացքում մենք ինչ տեսանք, մենք տեսանք ուղղակի լկտիացած իրենց պահող ՔՊ-ական պաշտոնյաներ, ընդ որում ամբողջ այդ իրենց բույլը, հա, իրանք բոլորը այսպես Գյումրիում են, բոլորը մեծ խոսում են, բոլորը միանգամից մոռացել են իրենց ով լինել է նախկինում ունեցած կարգավիճակը ու մենք տեսնում ենք իրենք իշկան այսպես մեծամիտ բոռոդախոս ձևով գրեթե ամեն օր ամեն կերպ իրենց հայտարարություններով փորձում էին նվաստացնել ժողովրդին եւ հետեւաբար այս նույն ժողովուրդն էլ իրենց տվեց արժանի պատիժ։ Պարոն Պողոսյան, այդուհանդերձ այս ամբողջ ցուցիչները, հա, որ մենք տեսանք, արդյունքները ինչ հույսեր է արտնացնում, գոնե Վիլեն Գաբրիելյանն ասում է, որ 26 թվին իրենք չեն լինելու իշխանության։ Դուք այս լավատեսությունը ունեք։ Ես չեմ կարող ասել իրենք երբ որ պայ չեն լինելու, որովհետև իրենք չեն լինի այն ժամանակ, երբ որ մենք հստակ ունենանք մեր պայքարի օրակարգը, հստակ կկարողանանք լրացնել նաև այն նշած անկրներին, ովքեր պետք է թիրախավորեն մեզ եւ ոչ թե իշխանություններին, այդ ժամանակ մենք կկարողանանք սրանցից ազատվել, բայց 26 թվականի ընտրությունների հետ ես որևէ հույսեր չեմ կապում։ Ընդ որում ես ձեզ ասեմ, իրենք դա իրենց մոտ ձևավորված տակտիկա է եւ իրենք ժողովրդի մեջ եղած իրենց նկատմամբ ադելությունը իրենք փորձում էին դրանով մեղմել։ Միայն Վիլենը չի որ այդ մասին խոսել է, այս ընթացքում ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել խոսելու Գյումրիում, այսպես շտաբերում գտնվող աշխատողների կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել տասովչիկների հետ, շատերի հետ եմ խոսում, շատերի հետ ես իրենց ամոթանք էի տալիս, որ դուք ոնց եք
ՔՊ-ի համար աշխատում, իրենք առաջի պահին փորձում էին արտարանալ, որ ՔՊ-ի չէ Սարիգի, որովհետև Սարիգը մեր ընկերն է, բայց երկրորդ պահին, երբ որ դու ապացուցում ես, որ Սարիգը հենց նույն ՔՊ-ն է, ՔՊ-ի տեսակն է, իրենք ասում են, թե չէ, դե մեր ընկերն է, իրեն օգնենք անցնի, միևնույն է մյուս տարի ընտրություններից հետո Նիկոլը չի լինի։ Այսինքն սա իշխանական կեղծ թեզ է, ժողովրդին խաբելու, ժողովրդի մոտ ձևավորված այսպես վճռականությունը որոշակի փոխելու եւ սպասելիք ձևավորելու, որ ընտրություններով ինքը չի լինելու, բայց մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի թողնի այս երկիրը հեռանա, այս աթոռը չի թողնի հեռանա, ինքը դրանից թանկ ոչինչ չունի։ Հանուն ինչի ինքը պետք է դա թողնի հեռանա։ Եթե ինքը լավ գիտի, որ իրեն մոտ մի 1000 տարվա բանդարգություն է սպասվում։ Իսկ որտեղից Սարիգին այն լավատեսությունը, որ ասում էր հաջորդ օրը ինչ հնարավորեք, ամեն ինչ լավ է անցնելու, նա լավատես էր, որ ֆոլովերներն են ավելացել իր, ինչ եղան այդ ֆոլովերները։ Ընդամենը մնացին օդի մեջը, ինչպես է օդի մեջը մնաց նրա բոլոր երազանքները, այսպես ասած։ Պարոն Պողոսյան, մինչև այս ընտրությունները տեղի կունենային, դուք ուշագրավ գրառմամբ եք հանդես եկել, ահազանգելով, որ մեր ազգաբնակչության առողջությանը վտանգ է սպառնում, մեր գենոֆոնդը վտանգի տակ է, անդրադառնալով բիոլաբորատորիաներին։ Ինչ խնդիր եք դուք տեսնում այստեղ։ Մենք գիտենք, որ Գյումրիում վերջերս կա արդեն համաձայնություն, որ պետք է ամերիկյան հերթական բիոլաբորատորիան։ Ընդ որում երկրորդը։ Գյումրիում արդեն կար, հիմա նախատեսվում էր բացել երկրորդը։ Տեսեք, ամբողջովին անվտանգային համակարգը փլուզված երկրում միանշանակ բիոլաբորատորիաներ ունենալը դա ինքնասպանության հավասար ինչ-որ գործիք է։ Առավել ևս հիմա, որ մենք տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմը օտարերկրյա ֆինանսավորումները հիմնականում դատարացնում է։ Այդ ֆինանսավորումները դատարեցրեցին, այդ լաբորատորիաներին սկսեցին ֆինանսավորել, Հայաստանի կառավարությունն էլ չգտավ ցեղ։ Դուք պատկերացնում եք, այնտեղից ինչ կարգի, այսպես ասած, վիրուսներ, տարատեսակ հիվանդություններ են թափվելու մեր գլխին։ Եվ հետո այդ նույն լաբորատորիաները այսօրվա իշխանությունները միանշանակ գործակցելով արևմուտքին իրանք ցանկացած բայի կարող են օգտագործել հենց մեր դեմ։ Այն մենք եթե այսօր յուրաքանչյուրը իր ընտանիքի վերջին 1 տարվա հիվանդության դեպքերը նայի, ինքը կտեսնի շատ տարօրինակ գրիպներ, ինքը կտեսնի շատ տարօրինակ անգինաներ, որոնք երբեք իրեն չէին պատահել, եւ սա ինչի արդյունք է։ Միանշանակ այդ բիոլաբորատորիաների գործունեության արդյունք է։ Հայաստանում առավել ևս ներկա պահից սա շատ մեծ խնդիր է եւ այդ խնդիրը պահանջում է շատ արագ լուծումներ, հստակ վերահսկողություն։ Իսկ պետությունը քայքայող կառավարիչի օրոքը բնականաբար ցանկացած լուծում ի վնաս լինելու է մեզ։ Պատահականություն է, որ ռուսական ռազմաբազայի քթի տակ 2 բիոլաբորատորիա են բերում դնում։ Իմ կարծիքով ոչ։ Այստեղ կա նաեւ այդ խնդիրը, բայց այս պահին ավելի շատ ինձ հուզում է հասարակ Գյումրեցու առողջությունը կամ ռուս զինվորի։ Իհարկե ես չեմ ցանկանում, որ ռուս զինվորի մարգարեթից ինչ-որ մաս պակասի, որովհետև այդ մարդիկ անկախ քաղաքական տարատեսակ շահարկումներից իրենք Գյումրիում կոնե 2 կարևոր խնդիր լուծում են։ Իրենք առաջ հերթին անվտանգության խնդիր են լուծում, երկրորդ հերթին նաև բավականին լուրջ սոցիալական խնդիր են լուծում։ Բայց բոլոր դեպքերում իմ համար առաջնային է այն փաստը, որ այսօր եւ շիրակցին, եւ լոռեցին, եւ տավուշցին, այսինքն բոլորը կանգնած են մի վտանգի առաջ, որ կարող է մի փոքր պատուհան բացվել եւ այդ պատուհանի արդյունքում հսկայական քաղաքներ խնդրի առաջ կանգնեն։ Օրինակ վերջերս Շիրակի մարզում բրուցիլոս առաջացավ բավականին այսպես մեծ տեմպերով ու իշխանություններն ինչ արեցին, փորձեցին ամեն կերպ եւ լրագրողների եւ հասարակության ուշադրությունը դրանից չեղել։ Այդ ինչպես կարգավորվեց այդ խնդիրը, այդ խնդրի արդյունքում ինչպիսի հետևանքներ եղան, որովհետև մեկս տեղյակ չենք։ Քանի հոգի վարակվեց, քանիսի մոտ դա շատ լուրջ հետևանքներ թողեց, այսինքն չկա որևէ այսպես հստակ կառավարում այդ ոլորտում չկա։ Այսօր Հայաստանում միակ բանը, որ կառավարվում են հանրային դաշտը, սոցիալական ցանցերը եւ դա կառավարվում է իշխանությունների կողմից։ Ես չեմ ուզում այս բանը որևէ մեկին շատ այսպես կոպիտ վիրավորեմ, նույնիսկ այդ Facebook-յան անգղները, որոնք նստած թիրախավորում են, ես վստահ եմ, որ
Նրանք էլ կամա գտնվում են իշխանական քարոզչամեքենայի ազդեցության տակ։ Պարոն Պողոսյան, գոնե այս հարցի պատասխանը այս Գյումրիի ընտրությունները տվեցին, թե Հայաստանի արտաքին վեկտորը որ ուղղությամբ պետք է լինի, երբ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը փաստորեն երկրորդն է ըստ ընտրության արդյունքների, իսկ Եվրաքվեն չհաղթահարեց շեմը։ Գիտեք, մենք չափազանց շատ կարևորեցինք, ինձ թվում է, չափից դուրս կարևորեցինք Գյումրու ընտրությունները, մոռանալով, որ Գյումրու ընտրությունները ինքը առաջին քաղաքապետի ընտրություն էր, տեղական ինքնակառավարման մասին էր։ Եվ այստեղ այդ ընտրություններով չէ որ պետք է որոշվեր Եվրոդաշինքի թե կոմունիստական կուսակցությունով ավելի մեծ ազդեցություն ունի։ Իրականում այստեղ անհատների ընտրություն էր։ Բայց միևնույն ժամանակ մենք շատ անզեն աչքով է այսօր տեսնում ենք, որ ժողովրդին բացարձակապես այդ Եվրոպա, Եվրոմիություն հետաքրքիր չի։ Ընտրություն պետք չի որ դա հասկանանք։ Շատ պարզ, նույնիսկ մենք մեր առօրյա խոսակցությունների մեջ մենք տեսնում ենք, մենք հասկանում ենք, չէ՞ մարդիկ ինչ են ուզում։ Մարդիկ այսօր ռեալ անվտանգային խնդիրներ ունեն, որը բոլորիդ ունեն, մտել ու բոլորին է սարսափեցնում։ Իսկ մարդիկ հասկանում են, չէ՞ որ վերջին 100-ամյակների ընթացքում ու առհասարակ, չգիտեմ, բյուզանդական կայսերությունից հետո որևէ եվրոպական զորք չի մտել այս տարածք։ Եվ ոչ մի դեպքում չի մտնելու։ Ինքը այս տարածքում անելիք չունի։ Առավելագույնս միայն կարող են այստեղ ուղղակի, չգիտեմ, բիո լաբորատորիաներ տնել ու բիո լաբորատորիաներով կամ, չգիտեմ, մեդիա հարթակներ տնել ու մեդիա հարթակներով թունավորել այս ժողովրդին։ Պարոն Պողոսյան, կարևոր դիտարկում արեցիք, որ սա ընդհանրապես թիմ ընտրություններ էին։ Մենք ունեցել ենք Սյունիքում ընդդիմադիր տեխնացուներ, որոնց հետ շատ մեծ հույսեր կապվում, հետո տեսանք Վարդեր նվիրված Աննա Հակոբյանին, ողջույններ Նիկոլ Փաշինյանին, հերթական հիասթափությունը նաև սպասենք Հյուսիսից եւ ընդհանրապես փրկությունը գալու է մարզերից, թե Երևանը ի վերջո պետք է արթնանա։ Գիտեք, առհասարակ երկրում միշտ մեծ դեր է կատարում մայրաքաղաքը, բայց դա չի նշանակում, որ մարզերը պետք է պասիվ մնան։ Հետևաբար փրկությունը գալիս է մեզանից յուրաքանչյուրիցս, երբ որ մենք բոլորս կարողացանք մի օր արթնանալ, մոռանալ մեր բոլոր ամբիցիաները, մոռանալ մեր բոլոր հարաբերությունները տարբեր մրցակից եւ գաղափարագիցների հետ եւ կարողացանք ամեն մեկս պայքարի շարժման ընթացքում անել այն, ինչը մեր մոտ լավ է ստացվում։ Այդ ժամանակ շատ կարճ պահից Փաշինյանը այլևս չի լինելու։ Մենք դեռևս մեր մեջ այդ ուժը չենք գտել, իմ կարծիքով։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրիի մասով կլինեն հիասթափություններ, թե չեն լինի, գիտեք, սա Գյումրին ընդամենը մեկ անգամ նույն հաց եւ տեսարան սկզբունքի բաղադրիչներ եւ հերթական տեսարաններ, որը շատ շուտով կմարի բոլորի մոտ։ Ու ես ցեզ ավելին ասեմ, իհարկե այստեղ հղի է նաև այլ վտանգներով։ Եթե տեսեք նույն Սյունիքի մարզում բոլոր դեպքերում համայնքապետերը ընդրվեցին եւ ընդրվեցին զուտ իրենց քաղաքական ուժով կամ ինչ որ որոշակի կոալիցիայով, այ Գյումրիում խնդիրը շատ ավելի մեծ է, այստեղ կոալիցիա չի լինելու։ Հա, եկեք ընտրեն օրինակ Վարդան Ղուկասյանին, բայց Վարդան Ղուկասյանը հետո մենակ կմնա իր 8 ավականիների հետ։ Կլինի քաղաքապետ, որը չի ունենա անվականում մեծամասնություն եւ չի ունենա կոալիցիա։ Ճգնաժամային կառավարման, այո, լինելու է կառավարման ճգնաժամ։ Մենք այստեղ կառավարման ճգնաժամ ունենալու ենք։ Եվ հետեւաբար նաեւ նույն լրատվությունը օգտագործելով պարոն Ղուկասյանի մի փոքր էմոցիոնալ վիճակը, ինքը պետք է փորձի տեսարանների մի ամբողջ չափաբաժին Երևանից տեղափոխել Գյումրի եւ իհարկե դա առիթ կլինի արդեն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը կարողանա շատ ավելի անուշադրության մեջ գտնվելով գործողություններ իրականացնել կամ ուշադրությունը իր վրայից սևեռելով առնվազն մի շաբաթ է գոնե Գյումրին հաջողվում է շեղել խաղաղության, այսպես ասած, համաձայնագիր պայմանագրից, որը արդեն մեր դուրն է թակում սահմանին տեղի ունեցող լարվածությունից, պարոն Պողոսյան, մենք փաստորեն ավելի լուրջ վտանգներ ունենք, որոնց ուշադրությունը սևեռելու փոխարեն մենք դեռ զբաղված ենք քաղաքային ընտրությունների ինտրիգներով։ Այդ տեսակ հենց դրա համար եմ ես ասում, որ պետք չի երբեք խաղալ Նիկոլ Փաշինյանի օրակարգով։
Մենք մինչև օրս խաղում ենք միայն նրա օրակարգով։ Ես ես ավելին ասեմ, ես նկատել եմ, որ նույնիսկ այ Facebook-յան հայհոյանքները մի տեսակ կառավարվում են էլի այդ այսպես կոչված պոակի կողմից։ Այսինքն, եթե դու ուղղակի հայհոյանքներ ես տալիս Նիկոլ Փաշինյանին, դա նորմալ է, բայց երբ որ դու տալիս ես այնպիսի մի հայհոյանք, որը իրեն անծանոթ է, քեզ հաստատ բռնում են, որովհետև դա չէր մտնում իր պլանների մեջ։ Եվ շատ հաճախ նաև ինքն է, չէ, երբ որ հոգնում է, որ իրեն սկսում են շատ հայհոյել, ինքը այդ պահին առաջ է բերում կնոջը, որպեսզի սկսեն մի ընթացքդ կնոջը հայհոյել։ Երբ որ տեսա, որ դա էլ չի օգնում, կբերի իր աղջկան, իր տղային։ Այսինքն այդ հայհոյանքները այդ մարդու համար շատ նորմալ երևույթ են եւ կառավարվող երևույթ են եւ այլ նրա հետ նաեւ ընդրությունների կնալ, նրա հետ նաեւ խաղալ նրա մյուս սցենարներով դու ավտոմատ դառնում ես իր դերասանը։ Իսկ եթե պիեսն իրենն է, ինքն էլ որոշում է, չէ՞, այդ պիեսի ավարտը ոնց է լինելու։ Այդ խնդիրը հենց այն մարդիկ, ովքեր որ այդ թվում նաեւ ես ովքեր մերժում են նրա այդ ընդրության կնալու կաղապարը, մենք ուզում ենք մեր օրակարգը, մեր պիեսը տանել եւ մեր պիեսի ավարտը ինքներս մենք տանք։ Եվ քանի որ ամեն օր չենք տեսնում ձեզ, պարոն Պողոսյան, պիտի եւս մեկ հարց տամ եւ սրանով նաեւ ամփոփենք, հայ-թուրքական սահմանը բացվեց մի քանի օրով։ Մարգարայում, ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ, ընդհանրապես ինչ է կատարվում այս ուղղությամբ։ Գիտեք, դա դարել է ամենաանվերահսկելի հատվածներից մեկը։ Ինչի համար, որովհետև տեսեք, անհասկանալի պայմաններում, անհասկանալի որոշում եւ միայն այդ հատվածում որոշվեց, որ հայ սահմանապահներն են լինելու եւ չի լինելու որևէ ռուս սահմանապահ, բայց այստեղ սրա մեջ չի վտանգը։ Վտանգը առաջեշտին կայանում է նրանում, որ չկա նաեւ հստակեցում այդ հատվածում գտնվող հայ սահմանապահը ինչպիսի համագործակցություն պետք է ունենա Իրանից մի քանի մետր վերև կանգնած ռուս սահմանապահի հետ։ Այսինքն չկա որևէ համագործակցության եզր այստեղ չկա։ Ոչ աշխատանքային կանոնակարգով, ոչ օրենսդրությամբ, չկա որևէ բան չկա, այսինքն եթե դու պահում ես երկրի սահման տարբեր ուժերի կողմից եւ դու նրանց միջև չկա ձևավորված հստակ համագործակցություն, դա արդեն լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ, որ քո սահմանը անվտանգ չի։ Իսկ ինչի բացեց այդ սահմանը, ինչ նպատակ հետապնդում Նիկոլ Փաշինյանը, ինձ թվում է կարելի է շատ կարճ, այսպես պատասխան տալ։ Զուտ ինքը դուր բացեց, որպեսզի վաղը մյուս օր անհրաժեշտության դեպքում ինքը այնտեղից աջակցություն ունենա։ Ով որևէ մեկին չկարողացավ տրամաբանորեն բացատրել, որն էր իմաստում մի քանի միլիոն դոլար տնել, այդ հատվածում կառուցել շատ գեղեցիկ անցակետ, երբ դիմացը նույնիսկ մի հատ կոշկակարի բուտկա չկա, ընդհակառակը անդառի մեջ կան հին զորանոցներ, որտեղ մենք չգիտենք ինչ պատրաստվածության զորք է պահվում եւ ինչի համար։ Այ եթե հիշում եք, այս լուսանկարները հրապարակել էին, այնտեղից շատ պարզ երևում էր։ Այնպես որ Փաշինյանը ուղղակի մեր սահմանները դարձրել է անվերահսկելի եւ իր համար եւ նաեւ մեր դաշնակիցների համար։ Իսկ ինչի պատասխանը մեկն է, անվերահսկելի դարձնում են ինչ որ հանցավոր արարքներ խթանելու համար։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Շնորհակալ։